Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք լրագրող Դավիթ Սարգսյանի հետ։ Դավիթ, շնորհակալ եմ հրավերն Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Դավիթ, հետաքրքիր է, որ երբ որ մտածում էի ինչից ենք զրուցելու, հա, այդպես մի քիչ խորացի հասկացա, որ մեր այս սերունդը տեսավ համաճարակ, տեսավ պատերազմ, հիմա էլ եկել բանը հասել է արդեն եկեղեցու դեմ այս գործողությունների, որը 1 տարի առաջ, 2 տարի առաջ, այսպես հնարավոր չէր, հա, պատկերացնել, որ մի օր պետք է հանրությունը, հա, քաղաքական դաշտը, լրագրողները զբաղվեն եկեղեցու պաշտպանությամբ։ Այլ իմունիտետ, այսպես ասած, մնաց, այլ պայքարելու կամ այս իրադարձություններին հետևելու այս զարգացումներին։ Էլ ինչ կա, որ չենք տեսել, այսպես ասեմ։ Շատ ճիշտ եք նկատում, որ ցավալիորեն 2018-ից ի վեր մի շարք աղետալի, նույնիսկ պատմական մասշտաբի ցավալի իրադարձություններ տեղի ունեցան, որոնք մեր հավաքական իմունիտետը թուլացրին, այնքան, որ շատ առօրեական դարձան կորուստների, ցավերի, մահերի մասին ամենօրյա հաղորդագրությունները։ Եկեք հիշենք, թե ինչ կկատարվեր եկեղեցու դեմ արշավանքի, հերթական հայրենահանձնման, զոհված զինծառայողի, եռաբլուրի մեծացման, Արցախի կորստի եւ նմանատիպ բազմաթիվ այլ թեմաների շուրջ 10 տարի առաջ մեր լրահոսում, ինչպիսի հանրային ընդվզում կլիներ, քաղաքական ընդդիմադիր ուժերի ինչպիսի կոնսոլիդացիա։ Այդքան հետ պետք չի գնալ, քարորյա պատերազմը ինչ մեծ աղմուկ։ Քարորյա պատերազմը հենց 10 տարի առաջ էր։ Եվ այդ ժամանակ ուզում եմ հիշեցնել, թե այսօր իշխանության մեջ գտնվող անձինք ինչպես էին արտահայտվում մի քանի 100 հեկտար հողի կորստի մասին, ընդ որում բազմիցս բացատրվել է նաև, թե ինչու ռազմական ճանապարհով այդ մի քանի 100 հեկտարը հետ չբերվեց։ Ես հրաշալի հիշում եմ, որ 2016 թվականի մայիս ամսին, երբ Նիկոլ Փաշինյանը իր ՔՊ ջոկատով մասնակցում էր ապրիլյան պատերազմին, մայիսին մասնակցում էր ապրիլյան պատերազմին, ընդամենը Ճանկաթաղ գյուղում, Արտակերտի շրջանի հողաթումբ էին սարքում կամ խրամատ էին փորում, եկավ Երևան եւ իր կնոջը տված հարցազրույցում պնդեց, թե ադրբեջանական մեկ քաղաք պետք է ընկնի։ Այդ վերնագրով լուսապատճենը առ այսօր արկա է Հայկական ժամանակի armtimes.com կայքում։ Ադրբեջանական մեկ քաղաք պետք է ընկնի, ընդ որում նույնիսկ թվարկում էր, ասենք Միրբաշիր, Գանձակ եւ այլն։ Այս Նիկոլ Փաշինյանը, որը 10 տարի առաջ պնդում էր, թե Ադրբեջանին սանձահարելու եւ զսպելու համար մեկ ադրբեջանական քաղաք պետք է ընկնի, այսօր հերթով համաձայնում է հայկական բոլոր քաղաքների չբարկացնելու համար Ադրբեջանին։ Եվ այն կեղծ հայդատականությունը կամ ոչ միտիզականությունը, որ ժամանակին նա խաղում էր, ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերը փոխարինվեց ամեն ինչ զիջելու պատրաստակամությամբ։ Իսկ ձեր նախնական հարցադրման մեջ արկա պնդումը, այո, ցավալիորեն ճիշտ է, վարչախումբը զբաղված է ծխաշղարշներ ստեղծելով եւ մեր հանրային դիմադրողականությունը, իմունիտետը շարունակաբար քայքայելու գործելակերպով, երբ մարդիկ հոգեմաշ են լինում ամենօրյա կորուստների, զոհերի մասին հաղորդագրություններից եւ այլևս ուժ չի մնում պայքարելու։ Մարդկանց մեծ մասն ասում է, որ կյանքը տրվում է մեկ անգամ եւ այն պետք է վայելել։ Ի հեճուկս այն բոլոր կորուստների եւ դրանց մասին ամենօրյա հաղորդագրությունների, որոնք տեղ ունեն մեր կյանքում, որտեղ դա նորմալ է, որ բացի այդ առօրյա հոգսերից ուզում ես նաեւ, այսինքն դա նորմալ է, չես կարող անդադ միայն վատ նորություններ ընդունել, ու ինքդ որպես անձ փորձում ես մի փոքր շեղվել, այլ հանրային ուշադրությունը կարևոր թեմաների վրա բևեռելու եւ առաջնային երկրորդականից տարբերելու գործառույթը նախ եւ առաջ էլիտաներինն է, ընտրանիներին է։ Ամբողջ հասարակությունը չի կարող բավականաչափ գիտակցություն, իրավագիտակցություն, քաղաքացիական գիտակցություն ունենալ, որ կարողանա առաջնային երկրորդականից տարբերել եւ կամ հասկանալ, թե որտեղ են իրեն մոլորեցնում, որտեղ ոչ։ Ցավալիորեն հայաստանյան բոլոր էլիտաները հոգեվորից իդեպ սկսած մինչև քաղաքական, նաև մտավորական, մշակութային, բոլոր էլիտաները առանց բացառության ձախողել են իրենց այս գործառույթը։ Եվ այսօր վերջին բաստիոնը, այո, եկեղեցին է մնացել, այն էլ վեհապար հայրապետի եւ որոշ բարձրաստիճան եկեղեցականների գլխավորության բացառապես։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչախումբը եւ իր պարագլուխը շարունակաբար փորձում բաստուրմայի սկզբունքով կտրատել, ջլատել, մասնատել եկեղեցուց որոշ հոգևորականների, որոշ առանձին վանական համալիրներ, ինչպես ասենք Հովան Նավանքը կամ Թալինի եկեղեցին, հետեւաբար ամբողջականության մասին որևէ էլիտայի ցավալիորեն խոսել չենք կարող։ Եվ իշխանապողությունից եւ այս վարչախմբի
տապալումից եւ օրենքի ու արդարադատության արչեւ նրանց պատասխան տալուց հետո գալու է մեծ մաքրման ժամանակը, երբ հայաստանյան էլիտաները պետք է իրենց մեջ բավականաչափ համարձակություն գտնեն նախ վերհանելու այն սխալները, որոնք տասնամյակներ շարունակ մեզ բերին հանգեցրին այս աղետալի օրվան, ապա եւ մեր նոր սերունդներին նախապատրաստելու, գոտիները ձգած ապրելու, ազգային արժեհամակարգի հիման վրա մեր կյանքի ու կենսափիլիսոփայության փոփոխությանը մենք այլևս նույն ընթացքով չեն կարող շարունակել։ Ու խնդիրը այստեղ մեկ անձի փոփոխությունը չէ, որովհետև քաղաքական դաշտում վերջին տարիներին ու տասնամյակներին Փաշինյանի իշխանավարումից էլ դեռ առաջ բուծվել է այն տեսակը, որ այսօր առատորեն վխտում է իշխանության մեջ։ Եվ այստեղ անձի ազգանվան մասին չէ խոսքը, այսինքն Նիկոլ Փաշինյանին չի կարելի փոխարինել մեկ այլ Նիկոլ Փաշինյանով։ Քաղաքական համակարգը պետք է փոխակերպվի, որ այսպիսի մարդիկ նույնիսկ չհավակնեն ընդդիմության դերում լինելու, ել չասած կան իշխանության։ Դավիթ, այսօր օրինակ Նիկոլ Փաշինյանին, նրա իշխանության ինչ են ասում, որ շատ հաճախ նա այս քայլերով, այսպես ջրի երես է հանում, թե հանրության, թե եկեղեցու, ներսում եղած այն ախտա, օրինակ կարող է չպատկերացնենք, չէ, որ եկեղեցու ներսում կան 10 եպիսկոպոսներ, ովքեր կարող են հակառակ ճամբարն անցել, եկեղեցուն դեմ դուրս գալ, կամ հենց հանրության շրջանում։ Մշտապես իհարկե եղել են, բայց աղմուկը այսքան բարձր չի եղել այդ զանգվածի, ինչ այս շրջանում։ Այս վարչախմբի գործելակերպի բնորոշ գծերից մեկը այն է, որ իրենք մեզ համար կենսական նշանակություն ունեցող բոլոր ինստիտուտները, գաղափարները, արժեքները, հասկացությունները վարկաբեկում եւ ոտնահարում են հենց այդ գաղափարների ու հասկացությունների կրող մարդկանց միջոցով։ Այսինքն, հնարավոր չէ օրինակ Մայրաթորի վրա խառնամբոխի գրող կազմակերպել։ Ուրեմն պետք է դիմել, այո, հենց տիրադավ եպիսկոպոսների միջոցով եկեղեցին պառակտելու, քայքայելու, տրոհելու քայլին եւ կամ Արցախի անկումը պետք է բացատրել Արցախյան ծագում ունեցող գեներալների, ասենք Էդվարդ Ասրյանի, Կարեն Շաքարյանի եւ մնացած այլ տիրադավ գեներալների, այս դեպքում թույլ տվեք այդ բառը օգտագործել, գործողություններով։ Էդվարդ Ասրյանը, որը գլխավոր շտաբի պետն է, Արցախցի է, Ազող գյուղում է ծնվել Մարտունու շրջանի, բայց մեկ անգամ չլսեցինք, որ նա իր հայրենիքի կորստի մասին որևէ արտահայտություն աներ, ճիշտ հակառակը, եթե հիշում եք, Ջերմուկյան պատերազմից հետո, երբ Փաշինյանը սկսեց պնդել, թե զինված միջոցներով բանակի միջամտությամբ հետ չենք բերի մի քանի 100 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքը, գլխավոր շտաբի պետը, որը սահմանադրական առաքելություն ունի, անկախ նրանից թե ով է երկրի ղեկավարը, վերականգնելու հանրապետության տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ասաց, որ համաձայն է վարչապետի հետ։ Այդ դեպքում ինքը զինված ուժերի գլխավոր հրամանատար կոչվելու իրավունք չունի խաղաղ ժամանակներում։ Նույնը գեներալները, ովքեր Դավիթ, բայց ինչ եղան այն գեներալները, ովքեր հենց պատերազմից հետո պահանջում էին հրաժարական։ Այսպես կտրուկ ինչ որ իրադարձություն եղավ, որ այսպես լռություն։ Ես պատահական չէ, որ իմ խոսքը սկսեցի մեր էլիտաների վարկաբեկմամբ եւ էլիտաների հանցավոր անգործությամբ։ Դուք հիշեցնում եք զինված ուժերի գլխավոր շտաբի 40-ից ավել ներկայացուցիչների, այդ թվում մի քանի տասնյակ գեներալների ու գնդապետների հայտարարությունը։ Ես նույն հաջողությամբ կարող եմ հիշեցնել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի գրողների միության, Գիտությունների ազգային ակադեմիայի եւ բազմաթիվ այլ կարևոր նշանակություն ունեցող ազգային հաստատությունների, ինստիտուտների պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականի կոչերը, հայտարարությունները։ Նրանցից որևէ մեկը այսօր իր հայտարարության տերը չէ։ Միայն Մայրաթորն է իդեպ, որ այդ հայտարարության տերն է։ Դրա համար է նկատմամբ ճնշումները այսպես։ Եվ երբ վեհապար Հայրապետին դեռևս 2 տարի առաջ հարցրին, թե ուժի մեջ է արդյոք վարչապետին ուղղված իր հրաժարականի կոչը, ասաց, որ դա ոչ թե կոչ էր, այլ իր հայրական հորդորն էր, հայրական հորդորը։ Եվ այն անժամկետ ուժի մեջ է բնականաբար, եթե մեկ անգամ ասվել է, ապա այն շարունակում է մնալ ուժի մեջ։ Իսկ այո, ես երկրորդում եմ ձեր հարցը, ուր են այն գեներալները, հատկապես Արցախյան ցակմամբ, Արցախյան բոլոր պատերազմների մասնակցած, որոնք տեսնում էին Փաշինյանի իշխանավարման կործանարար հետևանքները եւ պահանջում էին Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը, այն գործարարները, որոնք այդ մասին բացեիբաց խոսում էին, այն ստեղծագործողները, մտավորականները, արվեստագետները, որոնք կամ իրենց միություններով, կամ բուհերով, կամ գիտահետազոտական հիմնարկներով առանձնաբար կամ համատեղ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Դե այսօր ընդունված է, չէ՞, ասում են սրա դեմ նրա դեմ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատներ ունի, ճնշումների ենթարկում, ու սա որպես այսպես արդարացում են դիտարկում։ Ասում են, բա ինչ աներ մարդը։ Մենք հակառակ օրինակներն էլ ունենք, չէ՞, մենք ունենք օրինակ 4 սրբազանների, որոնք նախ բավականաչափ ամբից կենսագրություն ունեն եւ որևէ կոմպրոմատ նրանց դեմ ուղղակի հնարավոր չէ բանեցնել։
ասենք Միքայել Սրբազանի պես ամբից կենսագրություն ունեցող մարդու դեմ ինչ կոմպրոմատ բանեցնես։ Չկա աշխարհում այդպիսի երկիր, որտեղ arczepiskoposը կալանավորվում է խոսք ասելու համար ընդամենը, խոսք ասելու։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, կալանավորված են հենց այն 4 սրբազանները, որոնք Մայրաթորի ներքին կառուցվածքի մեջ, եկեղեցու նվիրապետության մեջ ունեն շատ կարևոր նշանակություն։ Առանց նրան չեզոքացնելու հավանաբար այսպես չէին կարողանա այս ծրագիրը միանշանակ։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ 10 տիրադավների հայտարարությանը օրեր անց հաջորդեց 27 եպիսկոպոսների եւ arczepiskoposների համատեղ հայտարարություն ի պաշտպանություն Մայրաթորի եւ Վեհափար Հայրապետի եւ այդ շարքում էին բնականաբար Շիրակի եւ Տավուշի թեմի արդեն նախկին առաջնորդ Բագրատ Սրբազանները, որոնք երկուսն էլ անառարկելի հեղինակություն են եւ իրենց թեմերում, եւ Հայաստանի Հանրապետությունում, եւ նույնիսկ համայն հայության շրջանում։ Առավել քիչ հայտնի, բայց հիմա արդեն բավական հայտնի դարձած Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, որին անձամբ ճանաչելու բախտ ես ցավոք չեմ ունեցել, բայց ինքս ինձ խոստացել եմ, որ նրա ազատ արձակումից հետո անպայման նրա հետ անձամբ ծանոթանալու եմ։ Եվ իհարկե Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը, որը թեմերի միջև անխափան հաղորդակցություններ ապահովում։ Եվ ահա այս անձանց մեկուսացնելուց, նրանց ազատազրկելուց, նրանց հայրենիքի կալանավոր դարձնելուց հետո եւ դրա գնով է ահա, որ Փաշինյանը պիտի ասպարեզ բերեր այդ 10 տիրադավ եպիսկոպոսներին։ Թող քնելուց առաջ կամ աղոթքի պահին իրենք իրենց հետ մենակ մնալիս ամաչեն իրենց այդ բարոյազուրկ կերպարի համար։ Դավիթ, բայց ակնհայտ է, չէ, որ այդպես ծրագրում կար ավելի արագ, հա, այս իրենց կաթողիկոսի ինչպես իրենք են ասում, հանգստի կոչելու ծրագիրը, այսպես իրենք մտքում ունեին ավելի արագ կյանքի կոչել, բայց ինչպես տեսնում ենք, ձախողեցին ու հավանաբար իրանք էլ, իրանց համար էլ էր սա հիասթափություն որպես այդպեսին։ Ես ուզում եմ հիշեցնել այն մի քանի խորհրդանշական, հայտարարված, բայց այդպես էլ կյանքի չկոչված քայլերը, որոնք Փաշինյանը հռչակեց իր հակաեկեղեցական արշավի սկզբում, եւ դրանցից որևէ մեկը առ այս պահը չի իրականացրել եւ պիտի ամեն ինչ անենք, որ չիրականացնի։ Առաջինը Վեհափարի իբր կանոնական ուխտը խախտելու, ուխտագիրը խախտելու մասին հայտարարությունն էր, նրան ավազանի անունով դիմելը։ Հիմա հիբրիդային պատերազմ է ասում։ Հեսա դրան էլ կհասնենք։ Եվ պահանջելը, որ Վեհափարը ինքնակամ հանգստի կոչվի։ Վեհափարը անսասան գտնվեց եւ եպիսկոպոսած դասի ու քահանայից դասի բացարձակ մեծամասնությունը աջակցեց Վեհափար Հայրապետին։ Ապա Փաշինյանը իդեպ վաղարշապատի տիմ ընտրությունների նախորդին խոստացավ, թե իբր սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին մեծ հավաք են անելու եւ այդ ժողովրդով ներխուժելու են Մայրաթոր, վստահաբար այնտեղ պիտի նաեւ սադրանքներ հրահարվեին, ընդհանուր Վեհափար Հայրապետի կյանքին կարող էր ֆիզիկական վտանգ սպառնալ։ Դա եւս չարվեց, որովհետեւ բավականաչափ մարդ չհավաքագրվեց։ Հետո գտան մի օգտագործված գործիքի, արդեն կարգալույծ Ստեփան Ասատրյանին, որը նախկինում Տերարամ էր կոչվում, եւ նրա միջամտությամբ, նրա ակտիվ աջակցությամբ օկուպացրին։ Հիմա մոռացել են նրա մասին։ Օգտագործվել եւ մի կողմ է շպրտվել, հենց դրա համար ասացի։ 4-րդ դարի վաղ քրիստոնեական մեր կարևորագույն վանական համալիրներից մեկը Հովհաննավանքը, նա վաղուց կարգալույծ է եւ որևէ խորհուրդ չի կարող կատարել, բայց ցավոք սրտի դերևս գտնվում են մոլորյալներ, որ նրանից պսակ, մկրտություն կամ եկեղեցական այլ խորհուրդներ են ակնկալում։ Տեղեկել չեն լինում։ Որպես կանոն, ընդդիմությունը հաջողում է տեղեկացնել այդ մարդկանց, որ Ստեփան Ասատրյանը որևէ եկեղեցական կարգ մատուցելու իրավունք չունի եւ մի քանի այդպիսի արձանագրված, տեսախցիկով արձանագրված դրվագներ կան։ Հրաժարվել են, որ եւ տեսանք, որ տարբեր վանական համալիրներ ԿՊԱ-ական խառնամբոխով գրոհելու մարտավարությունը եւս չաշխատեց։ Իրենք դա Հովհաննավանքից հետո փորձեցին նաեւ մի քանի այլ վանական համալիրներում, Թալինում, Խաչիկում, Արարատում, վերջին անգամ Սուրբ Սարգսում, եւս մեկ անգամ այն դրանից առաջ Սուրբ Սարգիս գնացել, բայց մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը եւ նույնիսկ ԿՊԱ-ական աշխուժակները, ասենք падգամավորները կամ նախարարները, կառավարության անդամների մեծամասնությունը սրա տակ չի ստորագրվում։ Մարդիկ չեն ուզում մտնել Աստծո եւ նրա ստեղծած եկեղեցու դեմ նայեմ դրանցից մի քանիսին ես էլ եմ որպես այդպես լրագրողներ կա եղել, նրանցից շատերը հենց ԿՊ-ից գալիս են, այդպես դրսում կանգնում են, անգամ չեն էլ ցանկանում ներս մտնել, այսինքն որպես այդպեսին իրենց դեմքը որ արձանագրվի, որ իրենք էլ են դրան մասնակից, այսինքն գալիս են դրսում են սպասում։ Բայց անունը դնում են իբր ուզում են բարեփոխել եկեղեցին։ Այսինքն մարդիկ, որոնք գալիս են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, հավաքվում եւ ծխում են։ Դրանից հետո ուղտերի երթով այդ բարի ուղագրությունը այդպես էլ չսովորեցին։ Քայլում են 1-2 փողոցով հասնում են Սուրբ Աննա եկեղեցու բակ ու շարունակում են ծխել։ Չմտնելով ոչ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ոչ Սուրբ Աննա, ոչ Սուրբ Կաթողիկ է։ Դրա ուղտը ո՞րն է, ով կբացատրի կամ այդ ինչ առողջացման շարժում է։
յուրաքանչյուր մեկը, որը մտահոգված է հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքով եւ ենթադրենք բարենորոգման առողջ մղում ունի, պետք է նախ եւ առաջ եկեղեցու զավակ լինի։ Ես չեմ կարող որևէ կրոնական կազմակերպության, ասենք կյանքի խոսքի կամ Եհովայի վկաների բարենորոգման մասին խոսել, որովհետեւ ես չեմ հարում այդ հարանվանություններին։ Ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ, մկրտված եմ առաքելական եկեղեցում, ինձ համարում եմ մեր միլիոնավոր հավատավոր զավակներից ընդամենը մեկը, խոնար մեկը, որը իր կարծիքը կարող է ունենալ եկեղեցում տեղի ունեցող զանազան զարգացումների կամ անձանց շուրջ, բայց ես եկեղեցին եւ Աստծո օծյալ հայրապետին իրավունք չունեմ նույնիսկ քննարկելու եւ քրիստոնեության հիմքն ու մեխը հենց դա է։ Եպիսկոպոսները, որոնք ձեռնադրվում եւ օծվում են որպես եպիսկոպոս, իրենց ուխտագրում ուխտ են կամ հանձնառություն են ստանձնում հավատարմորեն հետևել Գրիգոր Լուսավորչի գահի ժառանգորդին, որը այս դեպքում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն է, եւ Աստծո շնորհները լիուլի նրանց բաշխվում են հենց վեհապար հայրապետի կողմից, բայց այդ ինչպես է ստացվում, որ այս անձինք երբ ձեռնադրվում ու օծվում են եպիսկոպոս կամ քահանա Տեր Արամ Քոչեցյալի դեպքում, այո, ընդունում են այն նյուրոնը, որը քսվում է իրենց ճակատին, այն դրոշմը, որը արվում է, այն ձեռնադրության խորհուրդը, որը արվում է, բայց կարգալույց հայտարարվելիս իրենք չեն ընդունում այդ որոշումը։ Ասում են կաթողիկոսն է կարգալույց ու չի կարող մեզ կարգալույց անել։ Դա հիմարության եւ տխմարաբանության գագաթնակետն է, ինչպես մի շարք այլ արտահայտություններ, որ հնչեցին Սուրբ Աննայի բակում, երբ այս վարչախմբի պարագլուխը հերձվածողական, աղանդավորական բառապաշարով ասում է, թե իբր մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեկուսացած է եւ նրան պետք է ազատենք մեկուսացումից։ Ավելի մեծ տխմարաբանություն քրիստոնյա մարդու արժեհամակարգի նրա դավանաբանական զգացմունքները ոտնահարող ավելի մեծ խաթարում դժվար է պատկերացնել։ Գիտեք, ես հենց այս խոսքի վրա հիշեցի, որ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է սիրում իրեն իշխանությունը այդպես համատել Քրիստոսի հետ, Քրիստոսի չարչարանքների հետ, սա որտեղից է գալիս, այս մողումը։ Դա գալիս է հավանաբար խոր հոգեբանական բարդույթներից, ես միգուցե դա հոգեկան հիվանդություն չի անվանի, բայց մարդը պետք է խորապես հոգեպես անհավասարակշիռ լինի եւ իրականության զգացողությունը ամբողջապես կորցրած, որ նման պնդումներ ու դատողություններ անի։ Իդեպ առաջին անգամ Փաշինյանը իրեն Փրկչի հետ համեմատել է դեռևս 2019 թվականի աշնանը Միլանի հայկական եկեղեցում, ասելով հետեւյալը, ինչպես մեր Տեր Քրիստոսն էր բարություն քարոզում, ես էլ բարություն ու սեր եմ քարոզում։ Այդ ամբողջ ընթացքում նա շարունակում էր ատելություն եւ թշնամանք քարոզել։ Եվ երբ հետևում ենք նրա այսպես կոչված սաղմոսների ընթերցանությանը, դա մեկին մեկ կրկնում է բողոքական, ավետարանական եկեղեցիների, հովիվների, պատվելիների եւ վերապատվելիների գործելակերպը։ Եվ ստում է Փաշինյանը, երբ ասում է, թե ինքը հայ առաքելական եկեղեցու զավակ է, որովհետեւ մեր եկեղեցու նվիրապետության կամ սրբազան ավանդության մեջ ընդունված չէ նման գործելակերպ, երբ կամայական մեկը սաղմոս է կարդում։ Մեր եկեղեցու կարևորագույն խորհուրդը, որով ընդհանրական եկեղեցու գլուխ Հիսուս Քրիստոսը շարունակում է իր իշխանությունը երկրի վրա եւ երկնքում, սուրբ եւ անմահ պատարակն է, եւ քանի դեռ մարդը պատարակի չի մասնակցում, հաղորդություն չի ստանում եւ իդեպ չխոչընդոտելով պատարակի կանոնական ընթացքին, չխմբագրելով տեքստը, չզեղչելով վեհապար հայրապետի անունը, նա չի կարող առաքելական եկեղեցու լիիրավ զավակ կոչվել, բայց սա նույնիսկ հաղորդությանը վերաբերվում է որպես ուտելիքի, երբ ծամում է իր բերանի մեջ դրված Քրիստոսի մարմինը եւ արյունը, այն է գինու մեջ թաթախված նշխարը։ Կադրեր կան, թե ինչպես է նա Հովհաննավանքում իր բերանի մեջ դրված հաղորդության հատիկը ծամում, երբ այն պետք է պարզապես կուլ տալ։ Այսինքն մարդը, որը տարիներ, միգուցե տասնամյակներ շարունակ երբևէ եկեղեցի չի այցելել, որևէ խորհրդի չի հետևել, ընդհանրապես չի հետաքրքրվել եկեղեցական կյանքով, եւ շատ մեծ հարց է, նոր կտակարանը առնվազն կարդացել է թե ոչ, հայրաբանական գրականություն կարդացել է թե ոչ։ Այդքան մեջբերումներ ինչ որտեղից է։ Սաղմոսներ, մի քանի սաղմոս է անգիրարել, ես կրկնում եմ, բողոքական ավետարանական եկեղեցիներում եւս սաղմոսներ են կարդում, իսկ բողոքական եկեղեցու առանձնահատկությունն այն է, որ նրանք չեն ընդունում քահանայի ինստիտուտը։ Իրենք ասում են, որ յուրաքանչյուր մեկը Աստծո հետ կարող է ուղղակիորեն առնչվել, եւ դրա համար իրենց միջնորդ պետք չէ։ Բառացիորեն նույն բանը ԿՊԱ-ական տասնյակ падգամավորներ Հասմիկ Հակոբյան, Վիլեն Գաբրիելյան, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան եւ այլք իրենց կարճ տեսահոլովակներում ռիլերում ասում էին, պնդում էին, թե իրենց քահանա պետք չէ եւ իրենց հաղորդակցությունը Աստծո հետ ուղիղ է։ Սա մեր եկեղեցու սրբազան ավանդությանը դեմ է։ Մեր եկեղեցին սովորեցնում է, որ բացառապես Աստծո սպասավորների միջոցով
կարող ես ապաշխարություն հայցել, ներում խնդրել եւ թողություն ստանալ։ Դավիթ, այսօր շատ են ասում, թեկուզ նույն ուխտերթի ժամանակ տեսնում ենք, որ քաղաքացիական հագուստով անձինք կամ տարբեր նախարարություններից, կառույցներից անձինք, բայց ի վերջո անձին չես կարող, չէ՞, այդ նրա հավատը, հա, այդ կրոնը, այսպես պարտադրանքով ամեն անգամ քաղաքական ճնշմամբ նրան պարտադրել ասել գնա եկեղեցի, գնա այստեղ, այնտեղ։ Ի վերջո մի փուլ գալու է, որ այլևս այդ մի ռեսուրսն էլ է սպառվելու։ Այդ ռեսուրսը արդեն իսկ սպառվել է։ Եթե հետևեք եւ ուսումնասիրեք, տեսնեք, թե այդ ուխտերտ կոչեցյալի մասնակիցներից քանիսը մնաց Սուրբ Աննա եկեղեցու Բաքում։ Ավելի նվազ, քան կեսը, 1000-ից պակաս մարդ կար այդտեղ եւ բացարձակ մեծամասնությունը դեմքերով արդեն իսկ նույնականացված է։ Դրանք կամ պետական համակարգի ընդ որում մարզերից բերված միջին եւ ցածր օղակների ներկայացուցիչներ են, որոնց մեղադրել պետք չէ, այդ մարդկանց մի մասը ցավոք իր կամքին հակառակ է այդտեղ հայտնվել աշխատանքից ազատվելու սպառնալիքի եւ ճնշումների տակ, եւ այդ մարդիկ իրենք փրկողակի կարիք ունեն։ Գրագրություններ են հրապարակվել, սկրինշոթեր, լուսապատճեններ կան, նաեւ այո ձայնագրություններ, թե ինչպես են տարբեր տեղական իշխանիկներ, բդեշխներ ստիպում դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներին, սոցիալական ծառայությունների կամ պետական համակարգի այլ տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներին ընտանիքներով ներկա լինել եւ իրենք էլ հաշվառում են իրականացնելու։ Այս մարդիկ, այսինքն պետական համակարգի միջին եւ ցածր օղակների ներկայացուցիչները պատանդառության մեջ են։ Այդ մարդկանց պետք է ազատել պատանդառությունից եւ իրականացնել իրենց սահմանադրական իրավունքները եւ նրանց ազատություն շնորհել։ Ապագա իշխանությունը պետք է այդպեսին լինի, այսինքն երաշխավորի, որ որևէ մեկը, որևէ պարտադրանքի ներքո, որևէ հավաքի մասնակցելու նույնիսկ տեսական սպառնալիքի չպետք է ենթարկվի։ Հիշենք, թե մեր բանտերում այսօր քանի քաղբանտարկյալ կա շինց ու քրեական գործերով ու նախկին տարիներին էլ քանի հոգի է եղել, որոնց մեղսագրվել է քրեական օրենսգրքի 236-րդ մտածածին հոդվածը, այն է նյութապես շահագրգռել այս կամ այն անձին մասնակցել կամ չմասնակցել հավաքի։ Իդեպ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին եւս այդ հանցադրվագն է մեղսագրվել, որի որևէ ապացույց չկա։ Եվ Ստեփան Ասատրյանը, կարգալույց նախկին տերարամը, որը քայլում էր այդ ուխտերտ կոչեցյալի շարքերում, անպատվություն ունի այնքան, որ իր թեմակալ առաջնորդի մասին խոսում է այնպես, ասես մի հանցագործի մասին խոսելիս լինի։ Նույն բանը անում էր հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում։ Ինձ համար հատկապես զարմանալի էր հենց Վրդանես Սրբազանի հայտնվելը այս շարքում։ Վրդանես Սրբազանի արածը երկիցս դավաճանություն է։ Եթե մյուսները պարզապես դավել են իրենց տիրոջը, Վեհապար Հայրապետին, ու նաև դավաճանել են Աստծուն, քանի որ Աստծու օծյալից իրենց ստացած շնորհներն են դրել կասկածի տակ, ապա Վրդանես Սրբազանը դավաճանել է նաև իր հոտին, Արցախի թեմին եւ ավելի քան 140,000 արցախցիների, որոնց մեծ մասը այսօր էլ շարունակում է տնանկ լինել, մի մասը սովյալ է, մի մասը Հայաստանից էլ է արտագաղթել։ Օրեր առաջ հրապարակվեցին թվեր, ըստ որի ավելի քան 25,000 արցախցի մեկընդմիշտ լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն վարչախումբը ամեն ինչ անում է, որ արցախցիների համար այստեղ անտանելի պայմաններ ստեղծվեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք կլինեին, եթե իրենք շարունակեին մնալ ադրբեջանական վերահսկողության ներքո Արցախում։ Այդպիսի պայմաններ, երբ իրենց ազգային, կրոնական իրավունքները, իրենց սրբությունները հարգելու իրավունքը ամեն պահի ոտնահարվում է։ Երբ իրենց սկսում են համոզել, թե իբր այն հողը, որի վրա իրենք ծնվել մեծացել են, ոչ միայն հայկական չէ, այլև երբևէ հայկական չի եղել 91 թվականից ի վեր։ Եվ Վրդանես Սրբազանը լավ իմանա, որ սեղմում է այն մեկից ձեռքը, որ այս բոլոր պնդումների հեղինակն է, մեղավորն է եւ պատասխանատուն է, եւ պիտի պատասխան տա երկրում Հայաստանի Հանրապետությունում իր կյանքի օրոք 100,000-ավոր արցախցիների եւ համայն հայության արչեւ, բայց նաեւ Աստծո թագավորություն գնալուց առաջ պիտի պատասխան տա Տիրոջը բարձրյալին, թե ինչու էր դավում նրան։ Գուցե ինչ-որ բարձաբանում կհնչի նրա կողմից։ Դե ինչպես տեսնում եք, բոլոր 10 տիրադավները հիմա առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում են փախնել, միանգամից ինչ որ թաքստոց են որոնում, երբ իմ եւ ձեր գործընկերները մոտենում են նրանց եւ փորձում են շատ անմեղ նույնիսկ հարցեր ուղղել, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք
սրբապիղծ են եւ տիրադավ, իրենք հո գիտեն, այդ 10-ից 10-ն էլ աստվածաբանական կրթություն ունեն։ Մեծ մասը իդեպ արտերկրում սովորած։ Իրենք հրաշալի հասկանում են, որ իրենք հակականոնական ընթացքի մեջ են։ Բայց իրենք վիրավորվում են, ասում են, ինչի մեր Տեր մենք Աստծուն ենք դավաճանել, մեր Տերը Աստված է, որ մեզ տիրադավ են։ Այո, իրենք հենց Աստծուն են դավաճանել։ Ես գիտեմ, որ դա Վազգեն Միրզախանյանի խոսքն է։ Վազգեն Միրզախանյանին ցավալիորեն նա կամ կեղծում է եւ կամ խորապես անգրագետ է աստվածաբանության հարցերում։ Վազգեն Միրզախանյանը պետք է լավ իմանա, որ 132-րդ վեհափար հայրապետը, ինչպես եւ մնացած բոլոր 131 վեհափար հայրապետերը, Աստծո օծյալն են։ Եվ ըստ մեր եկեղեցու սրբազան ավանդության, վեհափար հայրապետի ձեռնադրության եւ օծման արարողության ընթացքում այդ արարողությանը մասնակցում է նաեւ Սուրբ Հոգին, այսինքն Սուրբ Երրորդության 3 ներկայացուցիչներից մեկը, եւ Աստծո շնորհները մարդը չի կարող խլել։ Եթե Աստծո օծյալի դեմ մարդը գնում է, դա նշանակում է, որ ինքը Աստծո դեմ է դուրս եկել։ Եվ Վազգեն Միրզախանյանը եւ մնացած 9 լավ իմանան, որ իրենք ոչ միայն վեհափար հայրապետի, այլև Աստծո դեմ են դուրս եկել։ Դավիթ, իսկ վեհափարի շատ հաճախ ներողամտությունը, դիտարկվում է որպես ցուլություն, դա օրինակ հենց հանրությունն էլ ասում է, որ կտրուկ ավելի քայլեր են պահանջում, ընդհանուր միջև, իրենց զրկել իրենց լիազորություններից այս տիրադավ եպիսկոպոսներին։ Ուզում եմ հիշեցնել, որ Մայրաթորը խոսել է այդ մասին քանիցս, հատկապես Գերագույն հոգևոր խորհրդի 3 անդամների փոփոխությունից հետո, երբ նրանք հակընդդեմ հայտարարություն արին, Մայրաթորը նշեց, որ դեռևս չի դիմում այլ միջոցների, բայց տիրապետում է նաև այդ գործիքակազմին։ Առնվազն նրանց պաշտոնավարման կասեցում, իսկ միգուցե նաև կարգալուծություն այդ եպիսկոպոսների։ Բայց պետք է հասկանալ, որ իրավիճակի լարումը, սրումը այն է, ինչ Փաշինյանն է ուզում։ Եվ Մայրաթորը դեռևս գնում է հնարավորինս անցնցում եւ նվազ կորստաբեր ճանապարհով։ Այս ճանապարհով Աստծո համբերությունը հավերժ է եւ մենք էլ որպես քրիստոնյաներ պետք է ըմբռնումով մոտենանք այս իրավիճակին։ Կրկնում եմ, վարչախմբի եւ վարչախմբի պարագլխի նպատակը իրավիճակը վերահսկողությունից դուրս դնելն է, երբ ինչ որ խառնամբող կփորձի ներխուժել վեհարան կամ մայր տաճար, ինչպես իդեպ եղավ անցած տարվա դեկտեմբերի 18-ին, բայց որը կասեցվեց քրիստոնյա մեծամասնության, այնտեղ հավաքված առաքելական եկեղեցու մի քանի հազար հավատավոր զավակների ընդհանուր ֆիզիկական ուժով, եթե դա չլիներ, տիրադավների կողմնակիցները ներխուժելու էին մայր տաճար, որտեղ այդ պահին վեհափար հայրապետը քարոզով էր հանդես գալիս։ Քրիստոնեության ուժը հենց համբերության մեջ է եւ ոչ թե ագրեսիայի, եւ ոչ թե թշնամանքի, եւ ոչ թե ատելության, եւ հիացնում է Մայրաթորի նրբանկատությունը, հետևողականությունը եւ հաստատականությունը չտրվելու այդ բայց դա շատ հաճախ հենց չի կարող եկեղեցու դեմ աշխատել, այսինքն ի վնաս եկեղեցու։ Եկեղեցին, քանի որ գերպահպանողական կառույց է եւ մեզնից յուրաքանչյուրն էլ իր պատկերացումն ունի, թե ինչպես է պետք հանգուցալուծել այս իրավիճակը։ Ես կարծում եմ այս դեպքում պետք է վստահել եկեղեցու բարձրագույն խավին, մեր եպիսկոպոսած դասի մեծամասնությանը, որը հավատարիմ է մնացել իր ուխտին, եւ եթե չլինեին այն արհեստական խոչընդոտները, որ առաջացնում է վարչախումբը այլ պետությունների թեմակալ առաջնորդների Հայաստան ժամանելու հետ կապված, ընդհանուր կալանավորումներով են նրանց սպառնում հենց սահմանին, ասենք Զվարթնոց օդանավակայանի մաքսակետում, ապա ես համոզված եմ, որ մեր հոգևորականությունը կհավաքվեր հենց այստեղ։ Բայց ի տարբերություն կամ ի հակադրություն դրա, կուզեի շատ ավելի բարձր լսել Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինի զորակցության խոսքը, հայտարարություններով հանդես։ Բայց այդ հայտարարությունների երկրորդ մասում էլ խոսում է եկեղեցու նորոգման եւ 2026-ը նորոգման տարի հռչակելու մասին եւ ցավալիորեն այդ բառերը համընկնում են Փաշինյանի բառերին։ Ուզում եմ հիշեցնել, որ Արամ Արաչինը 21 թվականին Փաշինյանի վերարտադրությունից հետո նրան շնորհավորեց եւ բարի պաշտոնավարում մաղթեց, ի տարբերություն վեհափար հայրապետի, որն արդեն իսկ որպես ամենայն հայոց կաթողիկոս պահանջել էր Փաշինյանի հրաժարականը եւ այն ցավերն ու զրկանքները, որ կրում են մեր եկեղեցին, կրում են նախ եւ առաջ Հայաստանի տարածքում, ոչ թե Սփյուռքի, բայց մեր բոլոր մյուս 3 նվիրապետական աթոռները, Անտիլիասը, Պոլիսը եւ Երուսաղեմը, ինչպես նաեւ տասնյակ թեմերը սփռված աշխարհով մեկ, ինչպես էջմիածնական, այնպես էլ անտիլիասական, լավ իմանան, որ եթե ընկնի Մայրաթորը, ապա հայոց եկեղեցին դադարելու է գոյություն ունենալուց։ Չի կարող մայր աթոռի եւ հայոց եկեղեցու գլխատման հետևանքը լինել այն, որ այս մարդկանց իշխանությունը տեղերում մեծանա, ճիշտ հակառակը։
գլխատվելու է նաև Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը, իրականանալու է Իսրայել պետության դարերի երազանքը Երուսաղեմի հայոց պատրիարքությունն է վերանալու, կալվածքներն են նրանից բռնագրավվելու, իրականանալու է Թուրքիայի դարերի երազանքը Պոլսո հայոց պատրիարքությունն է վերանալու եւ այն կռիվը, որը ընթանում է եւ ֆիզիկապես եւ հոգեվոր ու բարոյական դաշտում մայրաթորի տարածքում, դա կռիվ է ոչ միայն մայր տաճարի կամ մեր եկեղեցական կառույցների, այլև համայն հայության մեծագույն արժեք հայրաքելական եկեղեցու նրա ժառանգության պահպանման շուրջ։ Ի վերջո Արցախում մոտավորապես 400 եկեղեցի է այսօր պղծվում, դրանք զավթվել են, բռնազավթվել են, թշնամին է այսօր տիրություն անում այդ եկեղեցուն։ Բա մայրաթորը իրեն ինչպես պիտի պահեր, չպիտի արձագանքեր մեր այս մեծագույն ցավին եւ ողբերգությանը։ Խիստ ցանկալի կլիներ, որ մյուս 3 նվիրապետական աթոռների գահակալները եւս բավականաչափ հետեւողականություն դրսևորեին այս հարցում։ Շնորհակալ եմ քեզ Դավիթ հետաքրքիր զրույցի համար։ Հուսամ առաջիկա էլի առիթներ կլինեն արդեն լավ հետաքրքիր առիթներ զրուցելու համար։ Շնորհակալ եմ։ Հարգելի հաստատիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք լրագրող Դավիթ Սարգսյանի հետ։ Շնորհակալ եմ մեր եթերին հետևելու համար։ Կհանդիպենք։